Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հատուկ թողարկումն է, մենք արտակարգ ռեժիմով աշխատում ենք Էջմիածնի տաղավարից, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Այսօր օրվա ընթացքում կլինեն լրատվական թողարկումներ, ուղիղ միացումներ, հարցազրույցներ, ինչպես թեկնածուների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի հետ։ Այսօր վաղարշապատը կընտրի ավագանի, վաղարշապատ խոշորացված համայնքում գործում է 47 ընտրատեղամաս, ընտրելու իրավունք ունի 70,022 բնակիչ։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում են 8 քաղաքական ուժեր։ Հաղթանակ դաշինքը, որը միավորում է առաջ եւ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, համահայկական ճակատ կուսակցությունը, հանրապետություն կուսակցությունը, Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, Ժառանգություն կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հայրենիք կուսակցությունը։ Իսկ ովքեր են այս ուժերի առաջին համարները, ովքեր են պայքարում վաղարշապատի քաղաքապետի աթոռի համար, մանրամասները ռեպորտաժում։ Քաղաքական 8 ուժ պայքարում է վաղարշապատի համայնքապետի աթոռի համար։ Առաջին համարը գլխավորում է հաղթանակ դաշինքը, թեկնածուն Սևակ Խաչատրյանն է։ Խաչատրյանն Էջմիածին քաղաքում է ծնվել, 37 տարեկան է։ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ է եղել, այնուհետև ՀՀԿ խորհրդի անդամ դարձել։ Վաղարշապատի ընտրությանն իր թեկնածությունն առաջադրել են առաջ եւ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության դաշինքը։ Երկրորդ համարը համահայկական ճակատ կուսակցությունն է, թեկնածուն Արտյոմ Սիմոնյանը։ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդը պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է։ Կուսակցության թեկնածու Արտյոմ Սիմոնյանը 42 տարեկան է, ինչպես Սիմոնյանն է նշում հարցազրույցներում, բացարձակ հաղթանակի է ձգտում։ Այդ ձգտումն ունի նաև Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը, նա ցուցակի 3-րդ համարն է։ Հարությունյանն Էջմիածնում է ծնվել, սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, չի աշխատում։ Առաջադրող կուսակցության նախագահ Նարամ Սարգսյանն է, այս ուժը պատրաստ է համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ, եթե ՔՊ-ն ձեռք մեկնի սեղմելու։ Չորրորդ համարի թեկնածուն Գրիշա Հարությունյանն է, նրա թեկնածությունն առաջադրել է Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը։ Գրիշա Հարությունյանը վաղարշապատ քաղաքում է ծնվել, նա Դողս մարկետ ՍՊ-ի տնօրենն է։ Հարությունյանը հայտարարել է 8 անշարժ կույք, դրանցից 2-ը բնակարան է, 3-ը թողամաս, որոնցից 2-ը սեփական, 1-ն ընդհանուր համատեղ սեփականություն։ Հարությունյանին է պատկանում նաև 1 սեփական պահեստ։ Ուժը բացառել է համագործակցությունը իշխող ուժի հետ, հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից։ Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածու Վահրամ Ազատյանն է, նա ևս վաղարշապատ քաղաքում է ծնվել։ Խաչատուր Քոքոբելյանի կուսակցությունից առաջադրված թեկնածուն Ավա Գրանիտ ՓԲԸ-ի կառուցապատող ընկերության աշխատակից է։ Ազատյանը 5-րդ համարի տակ է հանդես գալիս։ Նա հայտարարել է սեփական 1 բնակելի տուն եւ սեփական մարդատար 1 մեքենա։ Վաղարշապատի ղեկավարի ընտրության 6-րդ համարը Ժառանգություն կուսակցությունն է, թեկնածուն Արկադի Փայտյանը։ Նա փոխգնդապետ է, ծնվել է զինվորականի ընտանիքում։ Հայրը, մայրը, եղբայրը, կինն ու եղբոր-կինը ևս զինվորականներ են եղել։ Թեկնածուն հանդես գալով Ժառանգություն կուսակցությունից իր թիմում ներառել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնի Գրիգորյանին։ Հիշեցնենք, կուսակցության ղեկավարը Ռաֆի Հովհաննիսյանն է։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն է Արցախի հերոս Մեխակ Մեխակյանի որդի Արգիշտի Մեխակյանը։ Նա Արագած գյուղում է ծնվել, 39 տարեկան է։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո դեկտեմբերին ընտրվել է ազգային ժողովի падգամավոր իշխող ուժի կուսակցությունից։ 1 տարի անց վայր է դրել մանդատն ու նշանակվել Արմավիրի մարզպետի տեղակալ։ Արդեն 2024-ին նա էր մարզպետը։ 2025 թվականի հուլիսի 15-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է թիմակից Դիանա Գասպարյանի վերաբերյալ սկանդալային դեպքերից ու հրաժարականից հետո։ Մեխակյանը հանդես է գալիս 7-րդ համարի ներքո։ Քաղաքական վերջին ուժը, որը հանդես է գալիս 8-րդ համարով, Հայրենիք կուսակցությունն է։
Թեկնածուն բանաստեղծ պատերազմում որդի կորցրած Խաչիկ Մանուկյանն է։ Նա թեկնածուներից ամենաավագն է, 61 տարեկան։ Էջմիածին քաղաքում է ծնվել, եղել է քաղաքապետարանի մշակույթ միացյալ տնօրենության գլխավոր տնօրեն։ 1991 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Թեկնածուն Բարձուն Քմերն է, տղերքը չկան բանաստեղծության հեղինակն է։ Խաչիկ Մանուկյանը բացառել է համագործակցությունն իշխող ուժին և նրան հարող արբանյակներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն վաղաշաբաթ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70,022 մարդ։ Ընդհանուր առմամբ վաղաշաբաթ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ընտրատեղամասերը արդեն 8 րոպե բացվել են, էջմիածինցիները սկսել են քվեարկել։ Մեր նկարանող խմբերը վաղ առավոտից տարբեր ընտրատեղամասերում են։ Այս պահին միանանք իմ գործընկեր Սեդա Մակարյանին, որը 14/14 ընտրատեղամասում է։ Բարի լույս Սեդա, ինչ վիճակ է այդտեղ։ Բարի լույս Սվետլանա, մեկնարկել է արդեն 14/14 ընտրատեղամասում ընտրությունը, առաջին ընտրողները եկել են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, նշեմ, որ Էջմիածնում այսօր ավագանու արտահերթ ընտրություն է, քանի որ նախորդ ավագանին մանդատները վայր են դրել, քաղաքապետն էլ հրաժարական էր ներկայացրել։ Նշեմ նաև, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքում կա մոտավորապես 70,000 ընտրող։ Հոկտեմբերի 3-ի դրությամբ թիվը կազմում էր 70,022 հոգի, այս պահին 69,988-ն են։ Այս պահին դեռ այսքանն է, Սվետլանա, ոչ մի արտառոց դեպք չի տեղի ունեցել։ Նշեմ նաև, որ ընտրություններից առաջ քարոզարշավների նախընտրական կանոնների, օրենքների խախտում չի գրանցվել, այս պահին այստեղ են նաև դիտորդներ և ոստիկանությունն է աշխատում տեղում, կհետևենք իրադարձություններին, թարմ տեղեկությունների դեպքում անպայման կհաղորդենք։ Շնորհակալ եմ Սեդա։ Հարգելի հետևորդներ, ընտրատեղամասերից մեր ուղիղ միացումներին կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Հիշեցնեմ, որ վաղ առավոտից իմ գործընկերներ Սեդա Մակարյանն ու Անի Աբաղյանը Էջմիածնի տարբեր ընտրատեղամասերում են։ Այս ժամի համար առանձնացրել ենք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Մենք հատուկ ռեժիմով, արտակարգ ռեժիմով աշխատում ենք Էջմիածնի տաղավարից, թարմացված լրահոսով կլինենք եթերում 1 ժամից։